Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ, քանի որ մեզ նոր են միանում, հասկանանք, որ թվականի դեպքի հետ է 2022 թվականի մայիսի 4-ի դրությամբ նախաքննական մարմինը ասում է, որ սպանություն է տեղի ունեցել։ Պաշտպանական կողմը առհասարակ նույնիսկ օրն է վիճարկում, մենք ասում ենք, որ սպանությունը տեղի է ունեցել գիշերը ամսի 5-ին, գիշերը 1-ից հետո։ Ըստ էության նախաքննական մարմինը ի սկզբանե քրեական գործի հարուցման փուլում որոշեց, հենց որոշման մեջ արձանագրեց, որ միակ մեղավորը Նարեկ Սարգսյանն է։ Մինչդեռ դա կոպիտ իրավական խախտում է։ Դեպքի վայրից, սպանության գործով դեպքի վայրից մատնահետքեր չեն վերցրել։ Քննիչը ձեռքի տակ ունենալով, որ տուժողը իր կողմից նշված ժամանակահատվածը, որը մեղադրանքի մեջ է նշված, ժամը 21:15-ից մինչև 11:20 ընկած հատվածում իբրև թե սպանություն է եղել։ Քննիչը ձեռքի տակ ունենալով, որ տուժողը նույնիսկ բնակարանում չի եղել, որովհետև դրսից զանգ է տվել կոնկրետ վկայի ձեռքից իր հեռախոսահամարին։ Այդ պարագայում արձանագրել է, որ Նարեկ Սարգսյանը սպանություն է կատարել, երբ որ տուժողը դեպքի վայրում չի եղել։ Դեպքի վայրից տեղի է ունեցել գողություն, որի մասին տուժողի մայրը միայն դատարանում է հայտնել։ Այսինքն այնքան հակասական բաներ կան, որը ուղղակիորեն քննիչների կողմից, դատավորների կողմից անարձագանք է մնում։ Ավելին, դեպքի վայրի զննության առաջին իսկ օրվանից ասում ենք, որ սա ավազակային հարձակման հատկանիշներ իր մեջ ունի, բայց որևէ ձևով վերջիներս հետամուտ չեն եղել։ Հիմա դատարանում է գործը, դատավոր Յուզբաշյանի կազմում։ Ընդհանրապես անարձագանք իրավական կուրությամբ տառապող դատավորի հետ գործ ունենք։ Որևէ ապացույց, որը ներկայացվում է մեր կողմից կամ միջնորդվում է, որպեսզի հավաքվի ապացույցներ, դատարանը ընդհանրապես չի արձագանքում, հիմնական շեշտադրումը դատարանի կողմից բոլոր միջնորդությունները մերժելու հիման վրա է։ Այսինքն, եթե դատարանը տեսնում է, որ այն անձին ում մեղադրում են, այդ անձը պայքարում է, բոլոր փորձանմուշները հանձնել է եւ չի համընկնում դեպքի հետ, տուժողի առհասարակ ԴՆԹ-ի հետ եւ այլն, ինչպես կարող է դատարանը իրեն պահպանի անձի կալանքի հարցը ներողություն։ Ինչպես կարող է առհասարակ դատավորը հետամուտ չլինի, երբ որ պաշտպանական կողմը 3 տարի շարունակ ապացուցում է փաստաթղթավորված, որ անձը անմեղ է։ Եվ վերջերս ամսի 8-ին, սույն հենց ապրիլի, ինչ տեղի ունեցավ, մի անձ, որը պարբերաբար դատական նիստերին ներկա էր գտնվում, նույնիսկ մոտեցել է ժամանակ առ ժամանակ ինձ եւ հարցրել է Պաշտպան ջան, ինչ ա լինելու, այդպես բոլորն են մոտենում։ Այս քանակը, որ դուք տեսնում եք, դատական նիստերին ներկա են գտնվում։ Այդ անձը, ես իհարկե երբեք նրա հարցերին չեմ պատասխանել, որովհետեւ որպես փաստաբան պարտականություն չունեմ այդպիսի հարցերի պատասխան։ Նույնիսկ մի անգամ դանակով է դատարան ներկայացել եւ կարգադրիչները դա արձանագրել էին։ Ոտքի կանգնեց եւ ասեց. «Հարգելի դատարան, բանն եմ ասելու»։ Դատավորը ընդհանրապես ուշադրություն չդարձրեց։ Նույնիսկ հորդորեց, որ նստի, ավելին սանկցիա կկիրառվի, ինչը կարծում եմ նորմալ է, որտեղ ամեն մեկը տեղից չպետք է վեր թռնի։ Հորդորեց, որ դիմումով ասելիքը ներկայացնի, տվյալ անձը դիմում չցանկացավ ներկայացնի եւ անմիջապես, երբ որ տեսավ դատարանը ոտքի կանգնեց, ընդմիջում հայտարարեց եւ դուրս էր գալիս, բոլորիս ներկայությամբ ասեց, որ այդ սպանությունը կատարել է ինքը։ Այդ դրանից հետո այնպիսի քաոսային իրավիճակ էր դատարանում։ Իմ պաշտպանյալի մոտ Նարեկ Սարգսյանի մոտ սկսվեց աֆեկտային վիճակ եւ սեղան է կոտրվել եւ այլն։ Թվում է վարույթ կնախաձեռնվի, կհասկանան ինչ է տեղի ունեցել։ Այդ անձը փախավ դատավորի այն ուղղությամբ, որտեղից դուրս են գալիս դատավորները։ Դրանից հետո կարգադրիչները ինչպես են բաց թողել այդ հատվածից, երբ որ անձը հայտարարում է, որ ինքը կատարել է սպանություն, ինչու չեն ձերբակալել, մեզ համար սրանք հարցեր են առաջացնում։ Դրա համար ենք եկել ստեղ, որովհետև կառավարությունից պարբերաբար հնչում է, որ ճիշտ է, արդարադատությանը չեն միջամտում, բայց բոլոր դեպքերում պետք է հասկանանք դատավորների վեթինգը վերջի վերջո իրականանալու է, թե ոչ։ Այսինքն դատավորները իրենց տեղում լինելու են, թե ոչ։ Եթե անձը ասում է ես սպանություն եմ կատարել, մինչև հիմա դատարանը դրանից հետո նիստ չի հրավիրում։ Իմ միջնորդության հիման վրա, հիմա միջնորդություն կա դատարանում եւ չի կանչում հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Ինչ արդարությունից ենք խոսում այլևս։ Ավելին, մեր կողմից ներկայացվել է հաղորդում հենց գիշերը,
ամսի 9-ի Երևան քաղաքի վարչությունում, որպեսզի այդ անձին գտնեն եւ պարզեն արդյոք սպանությունը իր կողմից է կատարված թե ոչ, որովհետեւ այս պայդրությամբ միանշանակ է, որ Նարեկ Սարգսյանը ակնհայտ անմեղ է եւ գտնվում է ապօրինի կալանքի տակ։